Տիգրան Ավինյանի հերթական ստեղծագործությունը Շատ պարզ, որ այսօր պետք է մեր այսօր հիմնականում քաղաքապետը, որ իմանա ինքը քաղաքապետը, ոչ թե մայկա տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին։ Նա այդ հաճոյանալը պետք է հաճոյանա Ավինյանը, երևանցիներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը Երևանի քաղաքապետի այս ստեղծագործական մտքին այսպես արձագանքեց. շապիկին պատկերված եռագլուխ հրեշը ըստ ՔՊԱ-կան մեկնաբանության ընդդիմադիր մրցակիցների գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերային միասնության խորհրդանիշն է։ Վարչապետ Փաշինյանին այս շապիկն այնքան էր դուր եկել, որ իր էջում էր տեղադրել։ Ծառուկյանն էլ դրան պատասխանեց, հիշեցնելով Ավինյանի ու Փաշինյանի օդու մնացած մեգախոստումները։ Այսքան ժամանակ նա պետք է կառուցել մետրոների կայաններ, մետրոներ, թունելներ, ճանապարհներ, ոչ թե տրուսիկ մայկա տպել, որ Նիկոլ Փաշինյանը ասի հալալա։ Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ նոր էին եկել իշխանության, ասում էին Արցախը Հայաստանա եւ վերջ։ Մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, Արցախ Հայաստան ու վերջ։ Կարճ ժամանակում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանա ու վերջ։ Ծառուկյանի այս մեկնաբանությունից հետո Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում զգուշացրեց, հենց արձակուրդից վերադառնա կզբաղվի ապօրինի շինությունների հարցերով։ Վարչապետ Գագիկ Ծառուկյանն ինձ կոչ արել գնալ զբաղվել քաղաքային գործերով։ Մայկա տրուսիկի փոխարեն ես կարծում եմ հենց արձակուրդից վերադառնամ արձակուրդում եմ ուղղակի հիմա, բայց անպայման հենց վերադառնամ մի հատ ապօրինի շինություններով ակտիվ գործունեություն իհարկե։ Թե ինչու այս 8 տարվա ընթացքում ապօրինի շինությունների հարցը իշխող ԿՊ-ն չի ավարտել, Փաշինյանն ու Ավինյանը չքննարկեցին։ Ժողովուրդ ջան, 8 տարի է, ասեք մի բան, որ արվել է։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդն այս հարցի պատասխանն այսօր էլ փորձում էր լսել Արագածոտնի մարզի բնակիչներից, ինչ խոստացան հակառակն արեցին։ Համայնքներում կրկնում էր Ծառուկյանը Փաշինյանի տապալված խոստումները հիշեցնելով։ Ինչ են արել ժողովրդի համար, աշխատավարձ բարձրացել, աշխատատեղ եղել է, Ղարաբաղը հանձնել ենք, էլի հանձնում ենք, էլի պետք է հանձնենք։ Ինքն էլ էր ժամանակին հավատացել հեղափոխության առաջնորդ Փաշինյանի գեղեցիկ խոսքերին ու հետո համոզվել, որ չի կարողանում խոսքին տեր կանգնել։ Արագածավանի բնակիչների հետ հանդիպմանը խոստովանեց Գագիկ Ծառուկյանը։ Ես նույնպես ասենք, թե որը անհրաժեշտ է հեղափոխության, որ կանգնել եմ ժողովրդի կողքին եւ արծել եմ ում եք ուզում։ Ասել Նիկոլ Փաշինյանին հրապարակում են եղել։ Ըստ նախկին падգամավորի Հայաստանի համար վտանգավոր թեմաներից է Եվրասիական տնտեսական միությունից Եվրամիություն թեքվելը։ Գործարար Ծառուկյանը Եվրասիական տնտեսական միությանն է կողմնակից, ինչ են գտել Եվրոպայի մեջ, այսօր էլ զայրացավ Ռուսաստանի ու Բելարուսի հետ իր կապերով հպարտացող Ծառուկյանը։ Բելարուսի նախագահը Գագիկ Ծառուկյանի մտերիմն է։ Եվրոպայից եկան, Եվրոպա, ինչ արի Եվրոպան։ Օդի մեջ դադար խոսեցին գնացին։ Եվրոպան իր գլուխը չի կարող բայել, ցավը տանեմ։ Լիաշնակ լինի, միություն լինի։ Սովետական միության կարգեր, ընկեր Ծառուկյան ջան։ Գիտեմ, այսօր կրթության համար էլ ասեմ, դրել են Բոլոնիայի ծրագիր, ժողովուրդ։ Ամենաուժեղ ծրագիրը Սովետական միության կրթական ծրագիրն է։ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը նախորդ 2021 ընտրություններում էլ էր պայքարում, բայց ակտիվ քարոզարշավ չէին անում ու նվազագույն շեմն էլ չհաղթարեցին։ Այս անգամ ակտիվ են, ցուցակը նորից գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուի անուն մինչև հիմա չեն նշում։